պատճառով նաև լինում են անգամ ինքնասպանության դեպքեր, սրա մասին շատ տվյալներ են անգամ հրապարակվել, ու նաև մի հարցի, այս իշխանությունները շատ են հայտարարում, որ նախագծեր են անգամ բերում, որով փորձում են պայքարել խաղաղ շահերի դեմ, այս շահերը այդպես են կարծես արդյունք Շատ շնորհակալություն հարցի համար, շատ ծավալուն ու հետաքրքիր հարց տվեցիք, ու երկու մասի բաժանեմ, հա, այն որ մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք մի այնպիսի իրավիճակ, որ խաղում են եւ մեծերը եւ փոքրերը, եւ կին եւ տղամարդ, եւ ոստիկանը եւ զինվորը, դա փաստ է, դա անհերքելի փաստ է։ Անձամբ ես տեսել եմ ոստիկանների ծառայության ժամանակ, որ խաղում են։ Ինչի համար են խաղում, չգիտեմ, ինչի համար են խաղում, բայց խաղում են մարդիկ, թե բանակում։ Այս արգելքը պետքա պարտադիր լինի։ Այն ինչի մասին դուք հարցրեցիք, այս վերջին տարիներին օրենքի փոփոխություններ։ Ուրեմն վերջին տարիներին եղած ոչ մի օրենքի փոփոխություն միտված չի եղել խաղամոլության արգելքին կամ նվազմանը։ Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Հիմա ես կփորձեմ բացել փակագծերը ու ձեր մոտ ձեզ համար կլինի ամեն ինչ պարզ։ Ուրեմն օրենքի փոփոխությունների ժամանակ փորձել են հարկեր բարձրացնել եւ նույնիսկ նոր օրենքը խաղային գործունեության մասին օրենքը նոր որ մտցրեցին անցած տարի, եթե չեմ սխալվում, ընդունվեց, այստեղ բարձրացվել է միայն բացառապես խաղերի կազմակերպիչների կողմից վճարվող հարկերը։ Եղել է շատ դեպքերում մանիպուլյացիա ու ինքը ոչ մի դրական ազդեցություն չի ունեցել։ Նույնիսկ վերջերս քաղաքացիական պայմանագրից մի պատգամավոր Հայկ Սարգսյան ազգային ժողովում ելույթ ունենալու ժամանակ ինքը մի քանի այնպիսի հայտարարություններ արեց, որ այդ հայտարարությունից հետո դատախազությունը ուղղակի պարտավոր էր քրեական գործ հարուցելու։ Հա? Պարտավոր էր ուղղակի այդ ամեն ինչը անելու։ Ես չգիտեմ արվել է թե չէ, նույն Հայկ Սարգսյանի կողմից բերված օրինագիծը սկզբից բարձրաձայնվեց, որ ավելանում է շրջանառության հարկ 10%-ով։ Առաջին ընթերցման անցավ, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ, ոնց որ իրանք նշեցին, վարչապետը կանչում է եւ այդ 10% շրջանառության հարկը փոխվում է տուրքի ավելացմամբ, որը ընդհանուր գումարի մեջ ավելացավ ընդհանրապես 13-18%-ով։ Ոչ մի միտում չի եղել, որ այնպես անել, որ մարդիկ շատ չխաղան։ Ասեմ ավելին, այն որ այս էփերը մտցրեցին յուրաքանչյուրի տուն 24/7 ռեժիմով, սա ուղղակի ահագնացող տագնապ է, որ մարդը ունի հնարավորություն յուրաքանչյուր ժամի խաղալու։ Իմիջիայլոց էփերի մասին ես ասեմ շատ կարևոր է։ Ուրեմն ընկերություններից երկուսը, ովքեր որ ունեն գերակա դիրք շուկայում, բոլորը շատ լավ գիտեն էփերը քաշելու մեխանիզմները, հա, հեռախոսի մեջ ներբեռնելու մեխանիզմները։ iPhone ունեցողները դա անում են App Store-ից, իսկ Android համակարգով աշխատող հեռախոսների համար կա Play Market։ Հիմա երկու ընկերության էփերը հնարավոր չի Play Market-ից քաշել։ Հնարավոր չի քաշել։ Ինչի համար, որովհետև Google Play Market-ը թույլ չի տալիս տվյալ ընկերության էփերը, որ լինեն այնտեղ։ Ինչի համար կարա թույլ չտա։ Կարա թույլ չտա բացառապես անվտանգության երաշխիքներից ելնելով։ Տվյալ ընկերությունները մարդկանց ուղղորդում են իրենց վեբկայք եւ այնտեղից APK հավելվածների միջոցով QR կոդը կարդալով ներբեռնում։ Ուրեմն ինչ վտանգ կա սրա մեջ, ես շատ եմ ուզում այս մասին, որ հասարակությունը իմանա։ Յուրաքանչյուր APK ֆայլի միջոցով ներբեռնված հավելված կարա իր հետ ձեր հեռախոսի մեջ այնպիսի ծրագրային ապահովումներ դնի, որ իրանք հասանելիություն ունենան թե ձեր կոնտակտներին,
թե ձեր հեռախոսի կամերային, թե ձայնագրություններն, ամեն ինչ, տվյալ մարդու հեռախոսը դառնում է տվյալ ընկերության սեփականություն, այսպես կարամ ասեմ։ Ես չեմ խոսում նաև գեոլոկացիայի մասին, որ ես չգիտեմ, թե իրավական ինչ հիմքով են այդ մարդիկ գեոլոկացիա անում բոլոր այն մարդկանց, ովքեր օգտագործում են իրենց էպերը։ Մարդը օգտվելով տվյալ ընկերությունների ծառայություններից ինքը իրեն ֆիզիկապես տալիս է իրենց։ Կարամ այսպես ձևակերպեմ, որտեղ ուր գնացիք, ինչ արեցիք, ինչ հետաքրքրություն ունեք, ինչ առաք, ինչ գնումներ կատարեցիք որտեղ։ Այդ մարդիկ ասում են մենք իրավունք ունենք, մենք իրավունք ենք մեզ վերապահում այդ ամեն ինչը իմանալու։ Այստեղ ես խորհուրդ եմ տալիս բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որ ԱՊԿ հավելվածների միջոցով քաշել են, խոսեն մասնագետների հետ, որտեղ հնարավոր է իրենց հեռախոսներում այդ ԱՊԿ-ների միջոցով ներդրված լինի այնպիսի ֆայլեր, ես վստահ չեմ, բայց հնարավոր է։ Դա մասնագետները կարող են ավելի լավ բացատրել, հնարավոր է այնպիսի ֆայլեր լինեն, որ իրենք հնարավորություն ունենան հեռախոսի մեջից կարդալու ամեն ինչը։ Ցավոք սրտի տվյալներ չկա, կոնկրետ տվյալներ չունեմ բանակում ինչ վիճակ կա, բայց մամուլից տեղեկացած եմ, որ կա նման բան, որը որ շատ ցավալի է։